Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի քննարկեր գլխավոր դատախազության միջնորդությունը, որով իրավապահները ցանկանում էին մեղադրանք առաջադրել եւ կալանավորել ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդությունը քննարկվեց դռնփակ նիստում, չնայած կողմը միջնորդել էր դռնբաց նիստ անցկացնել, սակայն գործի քննարկումը կշարունակվի վաղը կեսօրին, որոշումը դեռ չկա։ Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց նիստից որոշ մանրամասներ։ Մենք գտնվում ենք այն փուլում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում արդեն որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ, չտալու շուրջ։ Շատ կարճ եկեք ձևակերպենք, մենք նաև ուղիղ պահանջեցինք, որ դռնբացության կարգով քննվի միջնորդությունը, որ նաև ձեզ համար էլ հայտնի լիներ ինչին է վերաբերում այս ամբողջը, ինչպես ի սկզբանե գործընկերների հետ նշել էինք, որևէ կապ իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը եւ հնարավոր մեղադրանքը, փաստացի վերաբերում է մեր գործընկերներից Ալիկին Ալեքսանյան վերագրվող մեղադրանքի։ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությունը գլխավոր դատախազությունը ըստ էության ԿՀ է ուղարկել հուլիսի 13-ին, բայց այն, ինչպես արդեն ասացի, քննվում է այսօր, երբ պատգամավորները մանդատներ են ստանում եւ ըստ էության մանդատ ստացավ նաեւ պատգամավորի տեխնացու Նարեկ Կարապետյանը։ Սահմանադրական դատարանը, երբ իր որոշումը կայացրել էր 2021 թվականի դեկտեմբեր ամսին, հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Ոչ թե օգտագործվել էր լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։ Պատգամավորի կարգավիճակը տրվում է վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ։ Հետևաբար կարգավիճակը այլևս այս պահից սկսած 15:30-ից սկսած հստակ է։ Հետևաբար ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մինչդեռ լրագրողների հետ ասուլիսում պարզաբանեց, որ իրենց իրավասության տիրույթում է միջնորդության քննությունը, ըստ էության հղում արեց ընտրական օրենսգրքին եւ սահմանադրական դատարանի որոշմանը, որով բարձր դատարանը գտել է, որ պատգամավորի տեխնացուի, ինչպես նաեւ ընտրված պատգամավորի վերաբերյալ միջնորդությունը եւ դրանց շուրջ քննությունը գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում մինչեւ այն պահը, երբ պատգամավորը կստանձնի լիազորությունները։ Պատգամավորի տեխնացուի մինչև պատգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Սա այս ձևակերպումը նաև արտացոլված է սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտին ներկայացվել 1644 որոշման մեջ, որտեղ սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդում հարուցումը, ազատություն զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եւ այդ որոշումները պիտի ընդունվեն 2/3-ով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Նարեկ Կարապետյանը չներկայացավ, այստեղ են նրա լիազոր ներկայացուցիչները, Արամ Վարդևանյանը, որ այս քրեական գործին թեև ծանոթ չէր, բայց պնդեց, որ այն ամբողջությամբ քաղաքական է, ասաց նաեւ, որ միջնորդելու են, որ նիստը անցկացվի դռնբաց, բայց ինչպես արդեն ասացի, դատախազությունը հակված չէ տեղեկություններ տրամադրել, ամենայն հավանականությամբ նիստի ընթացքում եւս այս փաստարկներով նրանք կառարկեն բաց քննությունը եւ մենք չենք կարողանա նաեւ հետեւել այդ քննությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւս սահմանադրական դատարանի համապատասխան որոշման նշված դրույթը հստակ մեջ բերելու են եւ նաեւ խնդրելու են, որ Նարեկ Կարապետյանի ազգային ժողովի պատգամավորի վկայականը ուշադրությամբ ուսումնասիրի դատախազության ներկայացուցիչը։ Այդ պայմաններում ինչպես պետք է պնդում կատարեն անձի ազատության, իրավունքի սահմանափակման, երբ կրկին եմ ասում, սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակի առանց իդեպ նույնիսկ իրավական գիտելիքների նշված պարզությամբ գրված է, որ եթե անձը ձեռք է բերել ազգային ժողովի պատգամավորի
կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ չի կարող լինել անազատության մեջ բացառությամբ ազգային ժողովի կողմից համապատասխան համաձայնության։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես արդեն ասացի, մանդատների բաշխման փուլը իրականացրեց եւ падգամավորական մանդատներ ստացան 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Այժմ մենք կսկսենք վավերացման գործընթացը։ Խորհրդարանը, ինչպես հայտարարեց Վահագն Հովակիմյանը, առաջին նիստը կգումարի օգոստոսի 2-ին, սա այն օրն է, երբ նոր խորհրդարանի լիազորությունները ուժի մեջ կմտնեն եւ թեև օրը ոչ աշխատանքային է, Կիրակի այդուհանդերձ նիստը կգումարվի վաղ առավոտյան ժամը 10-ին եւ արդեն 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները կհամարվեն սկսված։